Հա, Գերո։ Ըհը։ Միացավ անջատողերի։ Երեխեք ջան, ինչ կա տնայիններից։ Ընդհանուր է, Մանե ջան։ Ինչի համար չի լինում։ Հա, իհարկե, սա կնային։ Classe parent is classe circle ստացվել ասեմ։ Parent-ը ստեղծվում է։ Այս parent-ը տեղափարվում։ Class parent, ID parent, class parent-ի ստրուկտուրայով աշխատում։ Երեխեք, էլ մարդ չունենք միանալու։ Երիկը միացել, հա։ Վրեժ։ Վրեժ ջան, կոդերն էլ ուղարկի, հա։ Էլի բանա։ Ուրեմն։ Տեք, վատ չի ձեր գրածները։ Վատ չի, ավելին ասեմ, լավ է։ Բայց եկեք մի հատ անդրադարձ անենք, ստրուկտուրապես համ կհասկանանք մի հատ նորից, համ է դուք ինձ կօգնեք կգրենք ու կբացատրեք ինչի համար եք տենց արել, լավ։ Ուրեմն, էստի սենց, էստի ֆոնտնա, էստի իմիջնա, էստի ինդեքսնա, այս եռանկյունին հելը մեր պետք չի։ Ուրեմն, քանի որ շատերի մոտ չի ստացվել ու խնդիր ա արել, եղել այդ ամեն ինչը, երեխեք ջան, հեսա մենք այդ խնդիրը կլուծենք ու հասկանանք ինչում է իրա սխալը։ Ես էլ սենց, ուրեմն, օրինակ կլոր ենք հավաքելու, ճիշտ է, սենց։ Հիմա, այսօր
Ահա։ Ոնց ենք ստանում այդ կլորը ու ոնց ենք տեղադրելու։ Ահա։ Գնացինք HTML ստրուկտուրան գծում ենք ու ճիշտ։ Ուրեմն, հիմա այստեղ մի փոքրիկ քննարկում ու գնանք առաջ։ Հա, մի հատ 0-ից անում ենք իրար հետ, որ ստացվի։ Այդ HTML-ի CSS-ի կոդերը ջնջում ենք, մի հատ նորից անում ենք 0-ից։ Թողեք, դուք ձեր արածը կարող պահեք, եթե ուզում եք, չգիտեմ, մի հատ նորից մեր հետ անելով կաք, եկեք, եթե չէ, այտենց համ կասեք ոնց եք արել, կբացատրեք, համ իրար հետ միանգամից կանենք։ Նախ ունենալու ենք մի հատ div, ճիշտ է, մի հատ main ենք ունենալու, այս սպիտակը, որը որ մեր աչքի ներևում է, դա մեր main-ն է, որը փոխարինելու էր գալի մեր body-ին։ Հետո ունենք մի հատ div, ճիշտ է, որը որ ստանալու ենք կլոր ու հետո արդեն իր մեջ div-երի բաժանված այս ամեն ինչը անելու ենք։ Սա մեկ ամբողջական, այս երկու եռանկյունին կդնենք մի div-ի մեջ, այս մի կարմիրը կդնենք մի div-ի մեջ, այս արդեն տակի վերանն է կդնենք մեկ այլ div-ի մեջ։ Հիմա գնացինք այդ ստրուկտուրան HTML-ում գրելու։ Ուրեմն գրում ենք, ունեմ մի հատ div, սրա ID-ին հավասար է main։ Իմ main-ի մեջ մի հատ main։ Ահա։ Այս իմ main-ի մեջ ունեմ մի հատ div, որի ID-ին կտամ content։ Այս էլ իմ content-ն է։ Իմ content-ը երեխեք ջան, այս news div-ն է։ Այս կլորավուն div-ն է արդեն։ Ուրեմն, հետո այս content-ի մեջ ունեմ մի հատ div, ու այս div-իս ID-ին կտամ աչքեր, այս։ Հետո, այս div-ի մեջ ունեմ երկու div, առաջինին կտամ class իրա A1 ու երկրորդ div-ն եմ ունենում A2։ Հիմա հələ գնամ այս աչքերի պահը կազմակերպեմ, հետո կամ էլ միանգամից արդեն այս div-ից դուրս, երեխեք, բայց content-ի մեջ ունենում եմ մի հատ div, որի ID-ին դնում եմ nose, հա, քիչ նայես, չի փակում, չեմ հասկանում, ներվային, ահա, էսի nose-ն է, ու ունենում եմ մի հատ էլ div, որի ID-ին գրում եմ mode, սենց է ոնց որ, այս է բերանն է, գծել եք այս ստրուկտուրան, երեխեք ջան, գրել եմ բոլորը այս div-ի ստրուկտուրան, ok, ինչա, ինչա ձեր մոտ Միլենա ջան, հա, գրեք, Մարա ջան, դու սենց էիր փորձել, հա, հա, այս երկուսը քանի որ առանձին ինչ-որ սենց էլեմենտներ կա, սենց անեմ, որ երեխեքն է բան անեն, հա, հա, դե տարբերակ է, առանձին կլասներ կարող լինեն, որտեղ մեկը վերև է, մեկը ներքև է, չէ, հիմա style CSS-ով այդ ամեն ինչը կկազմակերպենք, ինչև էդ անենք, Էրջան, կբացատրես մեզ բանը, ինչ է անունը,
ոնց անենք, որ այդ բանը կլորը գտնվի ամենամեջտեղում։ Ոնց ենք անում այդ ամեն ինչը, ոնց ենք կազմակերպում։ Էր, Էրիկ, ըհը։ Չէ, իրանք այս բանին, արդեն իմ պարագայում, հա, կոնտենտին աբսոլյուտ չտանք վեր, որովհետև դա մի քիչ լավ չի, էլի։ Հիմնականում այդ բանը աբսոլյուտից խուսափելու ենք, այդ աբսոլյուտը կիրառվելու է այտենց փոքր icon-ները, բաները, ինչ որ գլխավոր թեգերի վրա տեղադրելու բանը, այտենց հարցերի վրա, հա, այտենց բաներով ենք անելու, ուղղակի խնդրի պահանջից ելնելով այս պարագայում իրան կոնտենտին չէ, բայց position-ը աբսոլյուտը կօգտագործենք։ Բա ոնց առանց position-ի տանենք, դու ոնց ես տարել կենտրոն բանին, հա, main-ի կոնտենտին, ասենք այս պարագայում այս կոնտենտին կենտրոնական հատված ոնց ես տարել, կլոր է, էլի հա, բանին, main-ին, position absolute-ով ես տարել, ճիշտ։ Գրեցիք երեխեք ջան այս կոդը։ Լավ, ոնց անենք, որ position-ով չտանենք, հիմա այդ ճիշտ ձևը հիմա կանենք, տղեկ դուք եք գրեք, ուրեմն գրեք, որ մի հատ էսի հարմատապես նստի, հա, ձեր մեջ, որ ոնց կարելի է ընդհանրապես տանել հենց, հա, այդ կենտրոնական մասը, main։ Չէ, մանա ջան, էդ էլ է բանի մեթոդ, խոսքս display flex-ի մասին է ու իր, հա, բաների կենտրոն տանելու հատկությունների։ Display flex, հետո ինչ պետք է անենք։ Այն օր արդեն այս բանին, այս div-ին, կտանք ուրեմն position absolute, այս content-ին կտանք position relative, որ կարողանանք position-ների միջոցով այս ամեն ինչը կազմակերպել։ Երեխեք գրել եք այս div-ը, վերջացրել եք այս HTML-ի ստրուկտուրան։ Ճիշտ, բայց հիմա տեսեք, ես որ խփում եմ առաջի main-ի div-ի վրա, ինքը ցույց է տալի որտեղ է փակվում։ Այսինքն սենց ես կարամ իմ ստրուկտուրան հասկանամ, ճիշտ է թե չէ։ Մեկ էլ այս խորացումները, հա, այս գրվածքը պետքա շատ ճիշտ պահենք, հա։ Հաջորդը content-ն է, որը տեսեք որտեղ է բացվում, որտեղ փակվում։ Իր մեջ կա div id age, որտեղ որ բացվում, փակվում է իր մեջ ներառելով այս երկու div-երը, ու սրանք արդեն դրա մակարդակի div-եր են, որոնք գտնվում են նույնպես content-ի մեջ, բայց ոչ ACE-ի մեջ, հա, content-ի մեջ իր նույն մակարդակում։ Ուրեմն գնացինք։ Ուրեմն ես ունեմ id main, ու այս main-ին ես տալիս եմ height-ը, մի հատ ուզում եի հասկանալ, արել եք դուք այս height-ի պահը։ Main-ին height-ը 500 պիքսել տալը ու width-ը 500։ Main-ը գալիս է փոխարինելու body-ին, հիշեք։ Դրա համար height-ը պետքա տանք 100 VH։ 100 VH-ը այն տարածությունն է, որը որ user-ի աչքի համար երևացող հատված է, հա։ Ուրեմն հիմա եկեք, հա, run արած չի։ Լավ, օքեյ։ Չէ, body-ն սենց թե հենց իր հատկությունները պահպանում է։ Մենք main-ը ուղղակի տենց պայմանական ձևով ենք փոխարինումը տալիս։ Այսինքն դրանով մենք body-ին չենք կտրում, մենք այս դեպքում main-ին կկտրենք այդ հատկություններից, որը որ ինքը չունի էլ։
բայց body-ն ի սկզբանե, մանե ջան, միշտ ունի այդ հատկությունները, հա, եթե չանե, այս պարագայում կարանք չանենք, որովհետև մեզ կենտրոնական հատվածն է պետք ու պետք չի, որ ինքը ձախից ու վերևից կպած լինի պատերին, դրա համար body-ի այդ հատկությունները մեզ ընդհանրապես չի էլ խանգարում, մեր main-ը ուղղակի ոնց որ, չգիտեմ, նկարիչը որ ունի, չէ, իր այն տախտակը, որը դնում է, հետո իրա վրա դնում է մի հատ նոր կտավի այդ բանը, ճիշտ է, ինչա կոչվում, ոչ չեմ այդ կտավի համար նախատեսված իրա վատմանը, ինչա, ոչ եմ դնում են դա ու սկսում են նկարել, դե իրա տախտակը համարում ենք իրա body-ն, բայց այդ վատմանը, որի վրա, որ արդեն իսկական նկարչությունը անում է, դա մեր մոտ main-ն է, Այսինքն main-ը մենք պայմանական ձևով բերում ենք, ոնց որ մի հատ հավելյալ սփռոց կախենք ու սկսենք իրա վրա աշխատանք անել, դրա համար main-ին տալիս ենք hate-ը 100 VH, այսինքն մեր main-ը պետք է այս սպիտակ ամբողջական այս տարածությունը վերցնի, բայց եթե մենք ուզում ենք, որ արդեն ինքը ամբողջական, եթե մեզ խնդիրը տրված լինի, որ ինքը main-ի գաղափարը սկսվի այս ձախ պատի ամենավերևից ու վերևից ու ներքևից կպած լինի այս մասերում, ուրեմն մենք այդ պարագայում body-ին էլ արդեն կասենք, որ body ջան, քո margin-ը ու padding-ը 0 է, որ ընդհանուր content-ն է մեզ պետք, քո այն ստեղծման պահից ի վերուս տրված քո margin-ը ու padding-ը մեզ պետք չի, մենք անջատում ենք։ Հիմա էսի main-ի մասով։ Ուրեմն main-ի hate-ը միշտ տալիս ենք 100 VH, այսինքն այն content-ը, որը որ տեսնում է user-ը, այսինքն այդ խոսքս այս սպիտակ ամբողջ content-ի մասին է, հա, 100 VH, ստեղ երևի, 100%-ի բան, հիմա, hate-ը 100 VH, ուրեմն կտանք display-ը flex, որպեսզի իրա մեջ գտնվող էլեմենտը հնարավորություն ունենամ այդ էլեմենտին ես տեղաշարժել, դրա համար եմ տալիս, ուրեմն լավ, main-ը display flex կտանք, հիմա եկեք անդրադառնանք մեր content-ին մի հատ, նոր հետո էդի վիզուալ աչքով անենք, ուրեմն իմ content-ը, չեղա, խանդական իշ, content, քանի որ ինքը ID է, հիմա իրան պետք է տամ width ու height, width-ը 300 պիքսել, ստանալու եմ կլոր, դրա համար տալիս եմ height-ն էլ 300 պիքսել, հետո գրում եմ իրան background եմ տալիս, background color-ը, երևի ես գույնից է, ամենայն հավանականությամբ, որը իրան տալիս եմ border radius, border radius-ը տալիս եմ հա մի 50% բնականաբար, որպեսզի ինքը լինի կլոր, ուրեմն հիմա գնանք հասկանանք ինչա կատարվում, եկել է իմ div-ը, եկել է կլոր, ու ես ուզում եմ, որ ես իմ div-ը ես տեղափոխեմ main-ի կենտրոնական հատված, ճիշտ է, այդ ամեն ինչը առանց position-ի ոնց ենք կազմակերպում, ուրեմն flex-ից հետո, ով է հիշում, ինչ, ուրեմն ճիշտ չեք դրել այստեղ, երեխեք ինդեքսների մեջ, index HTML-ի մեջ ճիշտ չեք գրել, content եք գրել դուք ես div-ի անունը, ID-ին content եք դրել, հետո ստեղ գալիս եք վանդականիշով գրում եք content, width-ը, height-ը տալիս եք, background color-ը տալիս եք, border radius-ը տալիս եք, ու չի լինում, պես, հələ մի հատ բացեք էկրանը հասկանամ, դե, մի հատ HTML կոդը բացեք, չէ, հեռախոսը ուղիղ պայք է, այդպես,
միատնես մի պահի վրա թողեք, որ ինքը բացի։ Main-ն է, հետևից content-ն է, ID-S, երկուսը մեջը գրածա, չէ ոստե։ Մի րոպե, հələ ID-ին մոտեցրեք, content-ա, չէ, հաստատ գրած։ Content։ Հիմա գնացինք style CSS։ Կպցրած է, չէ, ֆայլը։ Normal։ Հա, բայց ձեր ֆայլն եք հենց run արել հիմա։ Երեխեք ձեր ֆայլը run արել եք բրաուզերի մեջ։ Control S արել եք, այնտեղ ոնց որ կլոր ա բերում մի հատ։ Հələ Control S, թե չէ, արած էր։ Եվ հա, Control S-երը մի մոռացեք, հա։ Լավ։ Ահա, գնացինք առաջ, երեխեք ջան։ Հիմա այս content-ը կենտրոնական հատված բերելու համար flex-ներից ով է հիշում, ինչ ենք անում։ X-երի ու Y-ների համար։ Չէ։ Flex direction-ը ինչ է։ Align items-ը ինչ եմ տալիս։ Ճիշտ է։ Էսի X-երի մակարդակով, կներեք, էսի Y-ների մակարդակով, բա X-երի մակարդակով որն է պատասխանատու կենտրոնի համար։ Այո։ Երեխեք, տեսեք, կենտրոն տանելու համար main-ին, եթե ես ուզում եմ main-ի մեջի content-ը տանեմ դեպի կենտրոն, ուրեմն տալիս եմ display flex, որպեսզի ճկունություն հաղորդեմ, հետո line items-ը տալիս եմ center, սա պատասխանատու է Y-ների առանցքի համար, հա, իջացնում է ներքև, իսկ justify content-ը հա պատասխանատու է արդեն X-երի առանցքի համար։ Ինքը եկավ կենտրոնական մաս։ Հիմա այս ամեն ինչ եկեք մի հատ անջատենք, միացնենք այդ հատկությունները, հա։ Չէ, մեկ բացվեց։ Ահա։ Ուրեմն իմ այս main-ին, այս main-ը որ կա։ Justify content-ը, եթե ես անջատեմ, տեսեք ինքը X-երի առանցքով չի տանում դեպի կենտրոն։ Եթե իրան բերեմ ես X-երի առանցքով, հետո align items-ը տանեմ, անջատեմ, ինքը կթռնի վերև։ Այս վերևի փոքրիկ հատվածն է մեր body-ի, ճիշտ է, մեր body-ի հեռավորությունն է։ Բայց դա կապ չունի, այս պարագայում ինքը գտնվում է կենտրոնում։ Ուրեմն հիշում ենք, այդ ամեն ինչը flex-ներով են կազմակերպում։ Այն տարը, որը որ պիտի գնա կենտրոն, իրար ինչը, որովհետև main-ին պետք է տակ, երեխեք ջան, կամ էլ control save չեք անում։ Հələ միացրեք մի հատ։ ID-ն եք, չէ՞ main տվել։ Հələ մի քիչ ձախ կտանեք։ Main-ի դիմացը ինչ կա գրված։ Երեխեք ջան, լավ էլի։ ID main-ա տված, այսինքն վանդականիշով իրան պիտի դիմեք։ Ուղղակի main բառն եք գրել, այդպես բան ենք անում, բան ենք։ Main-ի դիմաց վանդականիշ ենք գրել, որտեղ ինքը ID է։ Եսը տենց եմ main-ը գրել, 'ստեղ։
Բայց մյուս justify content-ով քիչ իջավ ներքև, line items-ով։ Բանդականի շդրիկ չէ նորմալ։ With-ը ինչ 100VH, display flex, line items-ը center, justify content-ը center, with head color 50%։ Main content-ը հաստատ main-ի մեջ է, չէ գրել։ Հələ մի հատ էս բաների, փակագծերի փակումն էլ տնամ։ Justify content-ը center։ Երեխեք, հələ մի հատ հələ բանը դրեք, հա, HTML-ի կոդը դրեք։ ID main, ID content, ID կենտրոն եկել, հա, այս բանի մասով, սենց կենտրոն, հա, եկել, հա, justify content-ն եկել, align items-ը չի եկել, հələ տեսեք ճիշտ է գրել, align gives items, ուղղակի պայտակ այդքան շատ պարզ չի երևում ինձ, երեխեք justify content-ով եկել է կենտրոն, հիմի մնում է align items-ով գա, align items-ը երևի սխալ է գրած ամենայն հավանականությամբ, որտև մնացած ամեն ինչը տոշնի է, հիմա align items-ը CSS-ում ճիշտ է գրած, թե չէ, display flex, align items, center, justify content-ը center, չի կարա չկա կենտրոն, իդեմ էդ ինչա կատարվում, որտեղ կարա ալի սխալունքը, լավ ոչինչ, թող այդտեղ մնա, այս կենտրոնական մասում չմնա, մի հատ նորից բանը, կոդը 0-ից կգրեք, ուղղակի հետ չմնալու համար հիմա տեսեք, height-ը 100VH տալիս ենք display flex, align items-ը center, justify content-ը center, այս ամեն ինչը գրելով ուղղակի կենտրոն չի կարա գա, կարող է մի տառի չգիտեմ ինչ փոփոխություն է, ինչա դրա համար ինքը կոնկրետ ձեր մոտ չի բերում երեխեք ջան, որովհետև անհնար է, էլի ինքը կենտրոնական մաս չգա, սա այս display flex-ով, align items-ով ու justify content-ով պրոստը պի կազմակերպում է այդ կենտրոն գալը x-երի, y-ների առանցքի միջոցով, եթե body այդ հատկություններն էլ հանենք մի անգամից է գալու, բանը ավելի իրական լինելով, եթե մենք գրենք body margin-ը 0, padding-ը իրա 0, որ անջատեմ, ես ես գալի, էլի, էսի իսկական կենտրոնն է, margin padding-ները հանեցինք, ես մեր կողքի scroll-ն է կորա, եթե այդ նորից հետ վերադարձնեմ, արդեն այդ scroll-ը նորից հետ կգա, որովհետև մեր content-ը margin-ի ու body-ի, margin-ի ու padding-ի հաշվին ավելի մեծ է լինում, քան 100VH-ը, դրա արդյունքում է տեսնում, հիմա երեխեք ջան, ինչ ենք անում, բերեցինք կենտրոնական հատված, հիմա մեզ պետքա, որ ստանանք, այսինքն div-երով ունենք, պետքա, որ դնենք մեր աչքերը, ճիշտ է, այս մեր աչքերի div-ն է, գնացինք, ID-ն ace, գրում եմ, բանդականի իշ, քանի որ ID-ա,
ու գրում եմ։ Ուրեմն, իրան տալիս եմ position-ը absolute եմ տալի Steve-ին։ Հետո գալիս եմ content-ին, տալիս եմ position-ը relative, որ կարողանա սրան զսպել։ Իրան տալիս եմ display-ը flex, մնացած փոփոխությունները կգնամ inspect-ումս կանեմ, կբերեմ ստեղ կտեղադրեմ, որպեսզի real աչքովս տեսնեմ, հա, position-ը flex, ուրեմն ուրա edin div-ը, inspect-ով վերցնում եմ, գալիս եմ ու իմ div-ը գտնելու, main-ի մեջի, content-ի մեջի age, ուրա, այսա, հլը իրա մեջ content չկա, այսինքն չափեր տված չկա, դրա համար կգամ, ստեղ քանի որ ունեմ ace-ը, a1, a2-ին էլ կտամ չափեր, կսարքեմ երկու եռանկյունի, որպեսզի իրանք ավելի ակնառու լինեն։ Ինչ եմ առանձին գնում, որովհետև իրանք երկուսն է կարային նույն կլասին պատկանեին ու մի հատ լրիվ ուրիշ կլաս էր, որպեսզի այդ կոդերը հա չկրկնվեր, կամ ընտենց կարանք անենք, կամ երեխեք չեմ գրում ենք առանձին ձևով։ Երկու ձևն էլ այս պարագայում նախընտրելի են ու երկուսն էլ նենց չի որ սխալ են։ Ուրեմն տալիս ենք width-ը անցած 10-ին արեցինք 0, height-ը 0, էսի են գագաթի մասը ստանալու համարը, հա, հիմնականում դրա համար ենք անում։ Border left, հա, border left-ը տալիս ենք 25 pixel solid transparent, թափանցիկ, left-ը ու right-ը, left, right, հաջորդը տալիս ենք border, սա դեպի վերև նայող եռանկյունն է, տալիս ենք border bottom, ճիշտ է, border bottom-ը տալիս ենք, մի 40 pixel, solid, ու տալիս ենք, չգիտեմ, եկեք gray, հա, աշկերը թող փոխագույն։ Հիմա, այս մյուսն էլ, լինելու է նույնը, ուղղակի կլասի անունը փոխված, մեկ էլ border bottom-ի փոխարեն լինելու է border top։ Հիմա արդեն ստացել եմ իմ եռանկյունիները, ստացվում է սենց։ Հիմա այս ամեն ինչը կառավարելու համար ես գալիս եմ, տեսեք ace, էսա իմը, էսա իմ div-ը։ Ուրեմն, ինչ եմ տալիս, որպեսզի ինքը ավելի իջնի ներքև, տալիս եմ իր top-ը մի 80 pixel։ Լավ է։ Top-ը 80 pixel։ Հետո left-ը տալիս եմ, ու մի 50%։ Հետո transform-ը, ուր էր transform-ը, այսա, transform-ը տալիս եմ translate x ու տալիս եմ x իր այս 10 պիքսելը մենակ տալիս եմ 50%, բայց մինուս 50%, որ գա կենտրոն։ Մենակ x-երի մակարդակով եմ անում, երեխեք ջան, y-ների մակարդակով պետք չի, որ գա այդ div-ից կենտրոն։ Հետո իրան տալիս եմ, ասել եմ սրա մասին, բայց այդտեն շատ խորացած, այս դեպքում կարամ իրանց բանով է տամ, մարջիններով անեմ այս գործընթացը, բայց կա մի սիրուն գործիք, որը կոչվում է gap, gap-ի մասով խոսացել ենք, ասել էի, որ
ընդհանուր կոնտենտի, հա, ընդհանուր div-ի մեջ գտնվող էլեմենտներին, եթե մենք ուզում ենք հավասարաչափ տեղաբաշխենք կամ իրանց մեջ լինի ինչ-որ մի հատ հեռավորություն, այդ ամեն ինչը բացի margin-ից մենք կարող նաև կազմակերպենք gap-ով։ Եթե ես տամ մի 50 պիքսել, քիչ է։ Կարամ տամ 60 պիքսել, 600 չէ, 60 պիքսել։ Լավ է, չէ՞։ Էս էլ իմ gap-ը, 60 պիքսելի չափով։ Մի քիչ շլդիկ է ստացվում, բայց ոչինչ, պահանջն է տա, որ վերև ու ներքևը լինի։ Top, left, transform ու gap։ Այս ամեն ինչը ես ռեդակտորում չունեմ, բերում եմ եւ իմ արած փոփոխությունը ինտեգրում եմ այստեղ։ Ուրեմն, ունեցանք այն երկու եռանկյունիները, որոնք որ գտնվում են մեկ div-ի մեջ, հա, այս div-ի մեջ, ու տեսեք գտնվում է կենտրոնական հատվածում։ Իսկ ես մեջտեղի ընդգծված հատվածները դրանք մեր հարգարժան gap-ի շնորհիվ է այդ ամեն ինչը լինում։ Gap-ը կիրառելի է, այնպես չի որ կիրառելի չի, բայց margin-ով է կարենք այս ամեն ինչը անել։ Հիմա, չգիտեմ, աչքերի գույնը կարելի է փոխել թե չէ։ Սրա գույնը լավ, կապույտ աչքեր ունեն։ Այս է երկու աշկեր։ Ա եղել է ձեր մոտ երեխեք ստացվեց։ Անե ջան, պարզ էր, սա ոնց են կազմակերպել։ Ինչպես։ Այս մասում եք, չէ՞, CSS-ում եք։ Այս Հա, դրանցով է կլինի, ուղղակի ինքը դժվար է լինելու, մինչև այդքանը տաս, այն բանի, այն նկարները, որ արվել էր, այն margin, ասենք 300 քանի պիքսել ու տենց, այ տենց էր լինելու։ Դրա համար դրանից խուսափելու համար համ կենտրոն բերելը, համ այս ամեն ինչը կազմակերպելը, ամենաիդեալական տարբերակը div-երով ու flex-ներով անելն է։ Էս էլ գրեք երեխեք։ Տղեկ դուք էլ եք, չէ՞ գրում։ Մեզ մնաց թթի հատվածը, մեկ է բերանի հատվածը անենք։ Երեխեք ջան, որ պրծնեք կասեք, հա, ձեզ ենք սպասում։
Գրեցիք երեխեք այսքանը։ Կետերը դրված է կլասի։ Այս անունները ճիշտ կազմակերպած է։ Կլասի անունները A1, A2։ Այս առանց այս վանդականի 3A, չէ, ուղղակի blue գրեք։ Դուք blue գրեք։ Այսի հեքսով է տված գույնը։ Կա RGB-ով, կա հեքսով, կա սովորական անունով, չէ, դուք ուղղակի գրեք 40 պիքսել solid blue։ Երեխեք, ստեղ էսի գրում եք սենց։ Solid ու blue։ Всё, այս այս արդեն blue երանգ, էլի ոնց է։ Այդ մասներ մենակ գույնը չէր բերում, իսկ բաները եռանկյունիները եղել, հա։ Չէ։ Մի այս կոդով, բայց ուղարկի մոնեն։ Երեխեք, հələ միացրեք, դուք եմ միացրեք ձերն նայեմ, հասկանում ձեր մոտ չի լինում։ Բայց ձեր մոտ եղել է էլի եռանկյունիները նորմալ իրանց տեղում։ Երիկ վրեժ։ Երիկ։ Լավ։ Հələ մոտիկացրեք երեխեք այդ բանից հետո եթան։ Մի րոպե։ Display flex, ինչն է display flex-ը վերջ։ Position absolute display flex, բա ուր են ձեր եռանկյունիները հիմա որ մասում են երեխեք։ Հələ մի հատ կոդ մտեք browser։ Միլենա ջան, մտեք browser։ Ու ինչ գունավորման են իրան։ Ինչ գույն եք տվել բաներին, եռանկյունիներին, մի հատ կասեք։ Blue եք, չէ՞ տվել։ Բայց այս կոդը խիչեք գրել։ Content-ի, այսքանը։ Չէ, content-ի մեջ էսի չկար։ Թե էսի, այ էսի չկար, լավ, կներեք, այս։ Ace-ի մեջ, ID-ն որ Ace-ա։ Position-ը absolute եք տվել, display-ը flex, բա top-ը, left-ը, transform-ը, gap-ը։ Այս ամեն ինչը կազմակերպեք, հա, գրեք էսա, այսքանը։ Հեսա նայում եմ մանեջեր։ Աղա կլասները նույնն են դրա համար։ Հա, չէ, հիմա CSS-ը որ նկար ուղարկել ես երկու տեղն է A1-ա դրանց։ Պես տեղի է։ Լավ, էդի բանը անում, հա, ոնց որ նույն կլասով է, դրա համար երկուսն են նույն բանն են անում։ Ընկավ իրար կողք, գնաց իրանց տեղերում։ Երեխեք ջան, դուք էլ անպայման ես բանը։ Top-ը, left-ը, transform ու gap-ը արեք։ Հա, հա, վրեժ։ Հա, վրեժ ջան, քո ինտերնետից է ուրեմն։ Իմ ինտերնետը, հա, չնայած կարող է իմ ինտերնետից է մի քիչ լինի, բայց եթե մենակ քո հետ է կապված, ուրեմն քո ինտերնետից է այս պարագայում։ Ինչ արել։
Հա, ոչինչ, լավ, կարող է ստացվեց, մանե ջան։ Երեխեք ձեր մոտ, Միլենա ջան, ձեր մոտ ինչ եղավ։ Գրել եք այսքանը AC մեջ, այսքանը գրել եք։ Երեխեք ուշադիր, AC մեջ, ոչ թե A1-ի մեջ կամ A2-ի, այլ իրանց ծնող div-ի մեջ այսքանը գրել եք։ Top 80 pixel, left 50%, transform, translate x 50%, ու չի բերել։ Մի հատ է նայեմ։ Դե HTML-ը նայել ենք, լեել եք վերև մի քիչ։ A1, A2 եք, չէ գրել էստեղ։ A1, A2, ըհը, գափն է դրեցիք, ապրեք, ինչ է այս, width-ը 0, height-ը 0, left, transparent, solid, left, right, ինչ եք երկու անգամ bottom գրել երեխեք, border bottom ինչ է երկու անգամ, մենակ blue-ն թողեք, transparent եք տվել նախավերջինը, border left, border right, ինչ է իմ մոտ, border bottom, ես երկու հատ եմ ստեղ գրել, այսքան կոդն եմ գրել, border left, border right, border bottom, ստեղ դուք ուղղակի solid գրեք ու գրեք blue, Ջնջեցիք էտ բանը ավելորդ կոդը, այն ներքևինն էլ արեցիք տենց, երկուսներ ինչ եք տվել, blue, control save արեք ու գնացեք բան, control s արեք, գնացեք browser, browser-ում է մի հատ reload արեք, էջա, հլե այս top-ի արժեքը շատ տվեք, սրանը 80 պիքսել մի տվեք, շատ տվեք, մի 100 քանի պիքսել տվեք, այս AC մեջ, top-ը տվեք 150 պիքսել, control save-ը արեք անպայման, և երեխեք, հլե գնացեք index.html, կարող է դեր ace-ը ուրիշ բան եք գրել, որ ընդհանրապես ace-ը չի բերում, ստեղ այս ID-ի մասում պահեք մի հատ հասկանամ, ինչ եք գրել, հլե, content-ի տակը, մի հատ այս ավելի ճիշտ էս երկու կոդը մոտիկից մաքուր հեռախոսով նկարեք ուղարկեք ինձ էլի, WhatsApp-ից, երկու կոդը մաքուր նկարեք, HTML-ն ու CSS-ը ուղարկեք ինձ, հա, տես մի բան ալնելու, որտեղ նստած չի, այդ պրաբել է ջնջեք ստուգեք, եթե ելնում է, էլ պետ չի ուղարկել, եթե որտեղ է այդ պրաբելը ման, հա, բանում չէ, index.html-ում, մեկը կպած երեխեք, հլը տենց փորձեք, դե, control S, գնացինք browser, հիմա A2-ը մնաց ոնց որ, հա, A2-ի հետ ինչա կատարվում, մի հատ հլը տեղ է պահեք, հտե բան կա, պրաբել կա, նույն բառը պտի լինի, հա, երկրորդն էլ եկավ, բայնի ինչի ատենց, որովհետև իրա 40 պիքսելը չի տված, հիմա գնացինք CSS, են 80 պիքսելը նորից արկում ենք
150-ը սարքում ենք 80 պիքսել, այդտեղ է top 80 պիքսել, հիմա այն ներքևն էլ 40 պիքսել պետք է լինի A2-ը, A2 կլասով, իջնում ենք ներքև, այնտեղ 40 պիքսել չի, չէ տված, բա ինչքան է տված այդ ներքևը, width-ը 0, height-ը 0, բա այն ներքևը, border top-ը ինչքան է տված, երեխեք, left-ը 25 է տված, չէ, 25 է հաստատ տված, բա հետո ինչ է տված, border right-ը ինչ է, հը, բա border top-ը, 40 էլի, ուտենց 5x, հա, ճիշտ, ես լավ չեմ տենում մեծացել, տեսեք կունե ասեք, ըհը, հիմա գնացինք քիթը սարքելու, հիմա ես նորսնենք սարքել, էսի ինչ էր իմ մոտ, ID էր, գրում եմ, բանդականիշ, նոս, բացում եմ, ձևավոր փակագծերը, իրա position-ն եմ երեխեք ջան տալիս, absolute, position-ը, absolute, իրա top-ը, գրում եմ, ստեղ արդեն ունեմ աչքերը, որ, հա, աչքերի հատվածը, 80 պիքսելով արդեն ես իջացրել եմ ներքև, այսինքն քիթը պետք է լինի աչքերից մի քիչ ներքև, հա, որ տենց նկատելի լինի, ու ավելի սիրուն լինի, կտանք ուրեմն մի 140 պիքսել, հետո եթե կարիքը լինի, իրա փոփոխության կենթարկենք, հետո տալիս եմ left-ը, հա, left-ը 50% նորից, ուրեմն transform translate x-ը մինուս 50%, էսի copy եմ անում բերում եմ, էսի send, ինքն է քառակուսի էր, փոքր քառակուսի էր, չէ, իրա width-ը կտամ 40 պիքսել, height-ը կտամ 40 պիքսել, ու իրա background color-ը կտամ red, կարմիր, լավ է, չեմ է տեղաշարժել, չէ, ես ինչի է իմ, հա, սենց հա, լավ, մի րոպե սյանջատեմ, կան գապ է շատ է, չգապ է ոնց որ շատ է, կա 80, թողեմ սենց, սենց, չէ, լավ է, պրոստա, մի քիչ 140, եկեք լավ է, ինչ հասնեմ ավելի, 150, okay, 150 կանեմ, 150 պիքսել,
ու կանենք իրա վերանը, հա։ Ինչ է ID-ով եք տվել։ ID-ն mount։ Իրա position-ն էլ եմ տալիս։ Absolute։ Position absolute եմ տալիս։ Իրան տակից եմ արդեն վերցնում, երեխեք ջան։ Ոչ թե top, այլ bottom, որպեսզի այդքան մեծ արժեք չվերցնեմ, հա։ Top-ին էլ այդքան արժեքներ անընդհատ top-ով չտամ մեծ արժեքներ, որ վերևից չվերցնի, կոպիտ ասած իրան բրդելով իջացնի այդքան ներքև, արդեն միանգամից ինքը քանի որ տակին է ավելի մոտ, ես bottom-ով եմ գործս անում։ Տալիս եմ 60 պիքսել։ Այդ left-ը նորից 50%։ Transform translate x-ը նորից -50, սա կենտրոնական հատված բերելու համար է, իրա width-ը կտանք 150 պիքսել, height-ը բարակ երկար է, չէ ինքը, այսինքն բարակ ուղղանկյուն է, 20 պիքսելի չափով, հետո իրա background color-ը կտանք gray, ու մի քիչ border radius կտանք։ Ուրա բաբերը։ Սխալ եմ բերել անունը։ Ես էլ ընդհանուր քիթը ու բերում։ Կազմակերպում ենք position-ներով, absolute-ներով, հա, position absolute-ով, relative-ով, բայց միայն ծնող էլեմենտին ենք տալիս relative, մնացածը, որոնք որ պետք է արդեն իրա մեջ լողացող էլեմենտներ լինեն ու տեղակայվեն հատուկ տեղերում, իրանց այդ դիրքավորումը կազմակերպում ենք position-ով, position absolute-ով։ Չէ, 5 պիքսել։ 5 պիքսելի չափով կլորացնում է իրա կողերը, հա, այն սուր անկյունները։ Տեսեք, որ հա, դե տենց է իմ մոտ էլ է տենց արել էլի, էսա մի քիչ էս կողերից բան արել։ Կարմիր քառակուսու հետ ուրեմն border radius չեք տվել, ուրիշ բան եք տվել։ Կարմիր քառակուսու համար նոսն է պատասխանատու, ու իրա top-ը 150 պիքսել է, left-ը սա է իրա համար պատասխանատու։ Սա իրա այդ բանն է, հա, վերանն է։ Էքիթն է, սա վերանի հատվածի համար է պատասխանատու։ Սա գույնը կարմիրը, իսկ սրանը արդեն gray տվեցինք։ Ասա։ Հա, իհարկե, եթե իրար չեն հակասում, կվերցնի։ Անունը ճիշտ ես գրեմ Իլենա ջան, ID-ի։ Ոնց որ ինդեքսում մտա, ընդենց էլ ստայլում, հա։ Width ու height-ը տվել ես։ Հələ մի հատ։
Position-ը ինչ ես տվել, absolute, bottom 60 pixel, Pixelները սա px-ա, չէ գրած։ Հələ index HTML-ի մեջ շատ տենամ, հա, այս գրվածքը։ Այստեղ ինչ էր գրած, mount, այստեղ ինչա, mount, լավ մոտիկացրու լինի Լենա ջան այդ գրվածքը։ Այստեղ mount, հիմա գնացինք style CSS-ի մեջ նայելու, ID-ին դիր, ու մոտիկացրու այդ բառը, style CSS-ի մեջ, մոտիկացրու, mount-ը այդ բառը copy արա վեր դիր էլի, այն բառը ընդեղից copy արա, index HTML-ից Լենա ջան գնում ես, copy ես անում այդ ID անունը, բերում դնում ես վանդական իշի կողքը։ Առանց վանդակա բաների, չակերտների։ Copy-ն արեցիր, կամ Ctrl-C կամ բանով, մկնիկով։ Հələ style CSS-ի մեջ հասկանամ, ինչ է գրած, նորից մոտիկացրու։ Մոտիկացրու ինչ է վերջ բառին, հա, որ կարողանամ կարդամ։ Ինչացրու ներքև։ Մի հատ index եթե HTML-իդ մեջ կգնաս, նորից այդ div-ի մեջ հələ բաց ու մի քանի տառ գրի։ Div-ի մեջ, այդ բացվող փակվող հատվածում, բացվող փակվող հատվածի ներսում, div-ի ներսում, որ գրես, որտեղ ես գրելու, div-ի ներսում, այ այդ բացվող փակվող հատվածում, div-ը փակվավ, ID mount փակվավ, հետո փակվավ, հետո վերջնական slash div-ով փակվավ, ճիշտ է թե գտ, դրանց մեջտեղը գրի մի քանի տառ, հա, այ այդտեղ, մի քանի տառ գրի անկապ, հիմա հələ գնա բրաուզերում բան արա, նենց պահի ես էլ տեսնեմ, հա, արդեն բերանն էլ ա եկել, չէ, բա ոնց չէր եկել,
Հիմա այդ գրվածքը դրա ներսում է, չէ՞։ Ուրեմն ջան, բայ եկել բախի չես ասում։ Հələ գնա մարկի տալը։ Հələ մարկի ջնջի։ Հələ Всё, երեխեք ջան, այսքանն էր, այս ստրուկտուրայով պիտի կարողանանք կազմակերպել, ոչ նորմալ է։ Կարևորը հիմա ստրուկտուրան պարզա, ոնց է կանելու այդ ամեն ինչը, ինչ ներդրված դիվերով ու այդ բանը, CSS-ական հատկությունները, հա։ Հարցեր կան սրան վերաբերող։ Չկան հարցեր։ Ուրեմն եկեք մի քանի բան խոսանք scroll-ի հետ կապված, հա։ Ինչա իրանից ներկայացնում այդ scroll-ը, ինչի համար անհրաժեշտություն լինում, որ scroll-ը առաջանա, այդ դրա մասով մի քանի բան խոսացել ենք, ուրեմն տեսեք երեխեք ջան, երբ որ դուք ինչ-որ կայք եք գրում, եթե edge-ից edge չի հետում, եթե անհրաժեշտություն է լինում, որ content-ը մեծ է լինում, մենք խոսացինք, չէ, այստեղ YouTube-ի հետ կապված էլ, ինչի համար է ընդհանրապես այդ scroll-ը առաջանում։ Մինչև այդ fixed menu-ին անցնելը։ Ուրեմն, մեր content-ը իր չափերով շատ մեծ է ու չի կարա ինքը մի փոքրիկ հատվածում տեղավորվի, իսկ այդ ամեն ինչը user-ին երևալու համար անհրաժեշտ է, որպեսզի աջ կողմում առաջանա scroll ու այդ scroll-ը մեզ հնարավորություն է տալիս ընդհանուր content-ը, հա, թերթելու ու նայելու այդ content-ի հետ ծանոթանալու, օգտվելու եւ այլն եւ այլն։ Ու սենց ինչքան իջնենք, ինքը անընդհատ զապրոս է անում, բերում է նոր ինֆորմացիաներ, նոր վիդեոներ եւ այլն եւ այլն։ Ինչը կապված է զապրոսի հետ, այդ ամեն ինչը հետագայում, թե ինքը ոնց է հասկանում, որ դու հասել ես իր ամենատակը ու ինքը պետքա հա նոր զապրոս անի, նոր վիդեոներ բերի ու ցուցադրի user-ին։ Այդ ամեն ինչը ոնց է կատարվում, այդ ամեն ինչին հասնելու համար հենց շատ բայց ընդհանուր scroll-ի մասով այս scroll-ը ոնց է լինում, ոնց է առաջանում, ոնց ենք մենք թույլ տալիս, որ դա լինի, այսքան ժամանակ հələ մենք ծանոթացել ենք մենակ ուրեմն main-ի հետ կապված, հա, main-ի հետ կապված, երբ որ height-ը VH ենք տալիս ու overflow y-ը տալիս ենք auto։ Ինչա սա նշանակում։ Այսինքն y-ների առանցքի y-ների առանցքով մենք թույլատրում ենք, որ content-ի մեծանալու պարագայում այս մեր y-ի առանցքներով ինքը թույլ տա scroll-ի առկայություն։ Այսինքն, եթե ես գամ սրա տակ մի հատ էլ div գրեմ, չէ, մի գրենք էլ այսքանը։ Եթե գրենք div ու իր ID-ին գրենք, չգիտեմ, մեծ div, հա, մեծ գալիս եմ ստեղ, ես այս մեծին տալու եմ այնքան չափ, որ ինքը դուրս գա իմ main-ի 100 VH տարածությունից ու թողնի, որպեսզի scroll առաջանա y-ների առանցքով։ Height-ին եմ մեծ արժեք տալի, որպեսզի y-ների առանցքի հետ կապված, հա, այդ ամեն ինչը կազմակերպի։ Ու իրան background color կտանք ինչ-որ
Տեսեք, քանի որ SP div-ը ունենք, որի չափերը ինչքան էր, ինքը ուրեմն ուրա մեր կոնտենտը 300 պիքսել էր ու մենք վերել ենք կենտրոնական հատված։ Բացի այդ, իր ներքևում հայտնվեց մեկ այլ div, որի height-ը 700 պիքսել է։ Այսինքն սա ընդհանուր գերակշռում է, այսինքն այս 100 VH-ին ավելի մեծ է ու դրա համար ինքը ստիպում է, որպեսզի մեր edge-ը այս y-ների առանցքի մասով ունենա scroll։ Այսինքն հնարավորություն, որպեսզի ես ընդհանուր իմ կոնտենտը տեսնեմ ու երբ որ scroll անեմ դեպի ներքև, երևա այս իմ div-ը։ Մինչև div-ի ներքին հատված։ Div-ին, եթե մենք bottom տանք, նոր այդ տակի մասը արդեն նոր կտեսնենք, հա, ստեղ եթե տանք margin bottom, հա, 50 պիքսել, նոր ինքը կտրված կլինի ներքևի մասից։ Տեսեք, եթե չէ, ինքը զրոյական վիճակով գալիս է այս ներքևում, այսպես նստում է։ Ամենատակը։ Էսի այս կոնտենտի մասով, այսինքն կոնտենտը ինչքան մեծանում է, այս scroll-ը հաստատ y-ների մասով թույլատրելի է, բայց x-երի մասով scroll-ի առկայությունը այդքան էլ թույլատրելի չի ու edge-երի մասով overflow auto-ն Եփ է ինքը overflow auto-ն ինչա անում, եթե մենք CSS-ում տալիս ենք overflow auto, ինքը ավելացնում է scroll միայն այն ժամանակ, երբ որ այդ ամեն ինչը գալիս է իր կոնտենտի չափերից դուրս, բովանդակությունը դուրս է գալիս այդ բլոկից, հա, ինքը արդեն x-երի ու y-ների հատվածով ինքը արդեն scroll է առաջացնում։ Overflow x-ը scroll է գցում միայն ու միայն երեխեք ջան, այս x-երի առանցքի հաշվին։ Հա, այսինքն եթե ես ստեղ մի հատ էլ այս div-ին ոչ թե մի հատ width տայի, այլ նաև width-ը այսքան քիչ տայի, այդ տայի այսքան, հիմա իր width-ի հաշվին մենք այս մասից եք ունենանք, հա, սենց, տեսեք, իր width-ը այնքան մեծ է, ինքը այնքան մեծ ծավալով է գնացել ստեղ, որ ես դաժե մի հատ էլ որ կրճատեմ 0, հա, գոնե 2000 որ տնեմ, էլի պալյուբոմու ինքը լինելու է։ Տեսեք, բերում եմ, այս մասով հայտնվում է, ու գնաց։ Հիմա scroll-ները առաջացել համ x-երի, համ y-ների առանցքով, քանի որ մեր կոնտենտի բովանդակությունը ավելի մեծ է, քան մեր ներկայացվող կոնտենտը, հա, 100 VH-ի չափով չի, ավելին է։ Ուրեմն overflow x-ը եթե մենք տալիս ենք scroll, հորիզոնական scroll-ը ավելացնում միայն x առանցքով, եթե անհրաժեշտությունը դրա կա։ Եթե ես գրում եմ overflow y hidden, այսինքն hidden արժեք է, եթե ես վերագրում եմ, ուղղայած scroll-ը արգելում է բոլոր դուրս եկած մասերը կորում են իրա։ Ու այդ չի երևալու ուղղակի ինքը։ Հա, եթե ես հիմա ստեղ գամ ու իմ main-ին հավանաբար գրեմ overflow y-ը hidden թաքցրու, ինչա ինքը լինելու, եմ body-ն եմ տալը, թաքցրել եմ, տեսեք overflow y եթե ես անում եմ, էլ ես ներքևի div-ը չեմ տեսնում, որտով ինքը իմ չափերից դուրս է թե դուրս չի, ես արգելում եմ, որ scroll առաջանա, ու overflow y-ը hidden-ի միջոցով ես արգելում, եթե ես տեղ տամ overflow, հա, x-ն էլ hidden, կակի scroll-ն էլ է կորելու, ու երևալու է այն կոնտենտը, որը որ ի սկզբանե ես ունեմ, այսինքն երբեք իմ այս edge-ում էլ չի առաջանա scroll, ոչ y-ների առանցքով, ոչ x-երի առանցքով։
Եկեք մի հատ օրինակ անենք ու այդ ընդհանուր բան անենք, հա, with-ով, hate-ով այդ box-ի միջոցով կառավարենք, հա, այդ ամեն ինչը։ Ուրեմն սա մաքրում է, սա այս պարագայում ինձ պետք չի, սա էլ CSS-ում էլ, ինչև բորդի, բայց այս overflow x-ն ու y-ն էլ եմ հանում, ես էլ ես մասով, ուրեմն, գալիս եմ, index.html-ի մեջ գրում եմ մի հատ div ունեմ, որի կլասը container-ը, ես իմ div-ի մեջ կան մի հատ div, որի կլասը կտամ item visible, եկեք գծիկով գրենք, visible, ինչ արժեքները ընդհանրապես ընդունում, հա այդ բանը, ինչ անունը, div-ս, ու իրա մեջ այս հատվածում կգրեմ visible, որպեսզի տարբերենք, C, 1, 2, 3, ընդհանուր պիտի լինի 4 հատ, այս հաջորդը կլինի visible-ը, մաքրում եմ գրում եմ hidden, ստեղինն էլ եմ գրում, hidden, լինում է item scroll, ստեղ էլ եմ գրում scroll, ու լինում է item auto, ես էլ լինում է auto, գրեցինք այսքանը, կամ ուզում եք նայեք հետո, երեխեք եկեք նայեք հետո կգրեք, հա տանը արդեն կփորձեք սա, ուրեմն ունեմ մի հատ div, որի կլասը container-ը ու ունեմ իրա մեջ 4 հատ div, այս մեր div-երը, մեկի կլասը item visible-ը, եսի scroll-ի արժեքն են, հա, item hidden, item scroll ու item auto, հիմա այս ամեն ինչը ճիշտ կազմակերպելու ու անելու համար գնանք CSS-ում, տանք ստայլերը ու գնանք հասկանանք բրաուզերում, թե իրանց տարբերությունները որն է, ուրեմն իմ container-ին ես կտամ display flex ու կտամ gap, որպեսզի իրանց մեջ հեռավորություններ ունենան 20 պիքսելի չափով, հիմա կգամ իմ get item-ին, եկեք երկու կլաս սարքենք, ոչ թե գծիկով, այլ երկու կլաս տանք, մի հատ item կտամ մի հատ hidden ամեն մեկին, ու մի հատ item, բոլորին այս item կլասը նստացնենք, որ այս item կլասը հիմա իրա չափերի համար է պատասխանատու, get item-ը պատասխանատու է, width-ը կտանք մի 150 պիքսել, height-ը կտամ 100 պիքսել, իրան կտանք border, որպեսզի երևա, border 2 պիքսել solid, solid, ու չգիտեմ, black, padding կտանք 10 պիքսելի չափով, padding-ը 10 պիքսելի չափով, default արժեքն էլ overflow-ում կտանք visible, հիմա բոլորը լինելու են visible արժեքի, մեկը visible է, մեկը hidden է, մեկը scroll է, մեկը auto է, ուրեմն գալիս եմ ստեղ, այս ամեն ինչը տարբերակելու համար գրում եմ item կլասով
get visible կլասի ժամանակ ասում է overflow-ն visible Այսի կարամ մի տողով էլ կազմակերպեմ, որպեսզի շատ տարածք չվերցնի։ Ու ինքը 4 տարբերակ ուներ։ Item ժամանակ, էսի, item get hidden, hidden-ի ժամանակ overflow բնականաբար hidden-ա, scroll-ի ժամանակ, երկու լեյով եմ գրեմ միատնեմ, են մյուսնել, ինչ էր, auto-ի ժամանակ, overflow, auto, հիմա հասկանանք, որմա իրանց տարբերություն, նայեք ինչալ կատարվել է, գնացինք, visible-ը սովորական ձևն է, hidden-ը թաքցված ձևն, այսինքն աչից ու ներքևից scroll-ներ, ինչքան է կոնտենտը մեծանա, չի լինելու, overflow scroll-ը, տեսեք, ուրեմն y-ների առանցքով էլ ունի, եթե overflow-ն scroll եմ տալիս, x-երի առանցքով էլ ունի, իսկ auto-ն, եթե անհրաժեշտություն կա, այդ ժամանակ ինքը առաջացնում scroll, իսկ scroll-ի հետ կապված, ինչ կարանք մենք անենք, ընդհանրապես մենք կարանք scroll-ի լայնությունը փոքրացնենք, երբ որ մենք տալիս ենք WebKit-ով, մենք կարողանում ենք այդ բանը, ինչ անունը, scroll-ի բաները, չափերը մեծացնել, լայնությունը, width-ը փոքրացնել, width-ը մենք կարող ենք փոքրացնել, ասենք, եթե չգիտեմ, սա մեր համար մեծ չափ, եթե մենք սրա width-ը ավելի փոքրացնենք, 1-2 պիքսել սարքենք, ինքը լինելու է շատ բարակ գիծ, այսինքն մենք կարողանում ենք նաև կպնել իր width-ին, մենք կարող ենք նաև իրան տանք գունավորում, մենք կարանք նաև իր այդ թամբի գույնը որոշենք, այդ թամբի գույնը որոշենք ու hover-ի ժամանակ դաժե կարանք որոշենք, երբ որ մենք բերենք, տեսեք, hover-ի ժամանակ, ինքը մոխրագույն է մուգ, երբ որ մենք մոտեցնում ենք, hover-ի ժամանակ դառնում է ավելի բաց մոխրագույն։ Եսի ես մասով։ Եսի ընդհանուր կայքի հետ կապված, երբ որ մի անգամ արդեն սկսենք ես մի քանի դաս հետո արդեն ընդհանուր edge-էր հավաքելը, որ edge-ը բաղկացած լինի, չգիտեմ, ընդհանուր այս բանից, մենյու բարից կախված բանը բաղկացած լինի ու տենց այս ժամանակ, երբ որ արդեն scroll ունենանք, scroll-ի հետ այդ աշխատանքները CSS-ական հատկությունների մասով ավելի պարզ կբացատրենք, ավելի պարզ կխորանանք, որպեսզի հիմա չասենք ու մոռանա, ավելի պրակտիկ այդ ամեն ինչը կկազմակերպենք։ Բայց այսի շատ լավ է, որ overflow visible է, ուրեմն ինքը այս սովորական default վիճակն է, hidden-ը այն դեպքն է, երբ որ մենք կորց, այսինքն զսպող հատկություն ենք ոնց որ դնում, որ երբեք չի կարա x-ի ու y-ների մակարդակով ինչ-որ scroll գցի, մեր կոնտենտը երևում է այնքանը, ինչքանը որ ի սկզբանե երևում է user-ի աչքին, scroll-ը սովորական արդեն իր մեջ կոնտենտ չեղած ժամանակ էլ ինքը սովորական scroll-ներով աշխատում, մեկ էլ բանը, auto-ն էլ անհրաժեշտության դեպքում այդ scroll-ը անում, եթե պետք է անում է, որովհետև մենք միշտ overflow y-ը տալիս ենք auto, ասում ենք, եթե անհրաժեշտ է, եթե դու կոնտենտի բովանդակությունից դուրս ես գալուց, ուրեմն ոչ մի խնդիր, թող scroll լինի, որպեսզի ես կարողանամ իմ գրած կոնտենտը scroll անեմ ու տեսնեմ։
Ուրեմն ոնց ենք անում պրակտիկ այն մենյուները, ոնց ենք այդ ամեն ինչը կազմակերպում, եկեք դրա մասով էլ խոսեմ, հա, որ հետո արդեն տնայինի հետ կապված ինչ-որ խնդիրներ չառաջանան։ Այսի սքրոլների հետ կապված անպայման հիշում ենք ու վիդեո դասներ որ նայեք անպայման հիշեք էլի մի քանի անգամ նայել կրկնել։ Ուրեմն մի հատ մենյու ենք սարքում, այդ մենյուն պետքա ունենա լինքեր։ Գնացինք։ Մեր լինքի համար որ թեգներ պատասխանատու ով կարա ասի։ Ռեֆը որ լինքի մեջ էր, որ լինքի որ A թեգի ատրիբուտ էր, ճիշտ է ռեֆը։ Հիմա ունեմ մի հատ ID, երեխեք div ունեմ, որը ունի ID ունի, իմ ID-ի անունը դնում եմ menu։ Հիմա իրա մեջ I-ով A թեգն եմ գրում եմ ref, ref եմ գրում, ինչ-որ մի հատ կամայական տեղ, այս պարագայում պարտադիր չի ինչ-որ մի տեղ գնա, կարաք հետո տանը փորձեք, չգիտեմ, ինչ-որ բաներ դնեք, հա, ինչ-որ մի բան ուղակի դնեք, էսի կգրենք link 1, 2, 3, 4, 5, link 1, link 2, link 3, link 4, link 5, ուրեմն էսի մեր համար բերում է ասենց մի հատ լինքերի շարք, հիմա սրանց հետ աշխատանքներ ոնց ենք անելու ու ոնց ենք անելու, որ այս բանը ինքը դառնա ոնց որ պրակտիկ մենյուի օրինակ։ Ուրեմն այս երկրորդին կտանք կլաս active, սա հետագայում օգտագործելու համար է պետք, տալիս ենք կլասը active։ Հիմա գնում ենք մեր սրանք ուզենք չուզենք իրար կողք են գնելու, բայց մենք գալիս ենք ու մեր մենյուին ստեղ հանդականիշ մենյու իրան տալիս ենք display-ը flex, տալիս ենք display flex, իսկ մեր մենյուի ID-ով մենյուի A թեգերին տալիս ենք, որ իրանք margin ունենան, margin right ունենան 5 պիքսելի չափով, որպեսզի իրար շատ կպած չլինեն, ամեն մեկը padding ունենան 10 պիքսելի չափով, իրանց ֆոնտ կանանք տանք, երեխեք ջան, ֆոնտերը կտանք ֆոնտ 15 պիքսել ու կտանք Arial, թող Arial-ով լինի, որ տենց մի քիչ սիրուն լինի, հա, ուրեմն նեն տակի գիծը անջատելու համար ինչ էի գրում, որ հատկությունը, text decoration-ը գրում ենք none, որպեսզի այդ գիծը չլինի, իրան մի հատ color ենք տալիս, ինչ-որ green, բայց եկեք green-ը շատ բան, green-ի ինչ-որ երանք, գոնե, շատ մուք է, գոնե, ուրեմն իրան կտանք border, 1 պիքսելի չափով, solid ու black, հետո կփոխենք ու background color-ը կտանք white, սպիտակ, այս մեր պրակտիկ մենյուներն, հա, border-ները լավ եղավ, բայց մեջի գրվածքը իրականում չէի ուզում։
այս գույնի։ Լավ, թող սենց արտահայտիչ լինի։ Ուրեմն, ինչ կարանք իրա վրա ավելացնել։ Մեզ պետք է, որ ինքը հովերի ժամանակ իրան լրիվ ուրիշ ձև պայի, հա։ Ասում եմ, մենյուի i հովերի ժամանակ դու պետք է color-ը լինի blue, կանաչից անցում ենք անում դեպի կապույտ, border-ը 1 pixel solid ու էլի blue, background color-ը դել այս մի քիչ ավելի կաթնագույն։ Այս իրա հովերի ժամանակ։ Ինչի համար տվեցինք այս active class-ը, հա, active class։ Active class-ը տվել ենք այն պարագայում, երբ որ մենք, չգիտեմ, ֆիքսված մենյուների ժամանակ, եթե մենք սխվում ենք իրա վրա, ճիշտ է, եթե մենք սխվում ենք, որ ինքը այդ մեր սեղմածը երևակ, որ կամ ինքը բացված է, կամ ինքը, չգիտեմ, active վիճակում է, զուտ այդ active-ությունը կազմակերպելու համար մենք տվյալ մենյուի ենթամենյուին, հայ այդ ենթակետի վրա դնում ենք class-ը active ու գալիս ենք, ասում ենք, որ մեր, հա, hover-ի հետո hover, այստեղ կարանք ստորակետ, ասում եմ, menu ID-ով i-երի վրա կետ active class-ի պարագայում էլի թող այս ամեն ինչը լինի։ Այսինքն այս մեր երկրորդի վրա է դրած, ինքը միշտ կլինի active։ Տեսեք ինքը միշտ active է լինելու։ Միշտ active է։ Եթե ուզում ենք sense մշտական active ինչ-որ մի հատ բան բերենք ու դնենք, այդ ամեն ինչը կազմակերպում ենք հետևյալ ձևով։ Գալիս ենք index.html, այդ տվյալ էլեմենտին տալիս ենք class-ը active ու գալիս ենք ստեղ իր այդ active class-ի համար գրում ենք մի հատ կոդ, որը որ տեսեք սրանք hover-ների դեպքում են, hover-ի դեպքում են իրենց փոփոխությունները անում, իսկ այս մյուսը միշտ այդ փոփոխության ներքո է ու այս active class-ը ինքը պահում է։ Իսկ ով կասի, ոնց կարանք անենք, որ այս մեր linking-ը գնա ամենաաջ մաս, ոնց կարանք այդ ամեն ինչը կազմակերպենք։ Margin-ովը սխալ է։ Ոնց անենք, ունեմ այս վիճակը, բայց ուզում եմ իմ linking-ը առանձնանա ու գնա այս ամենավերջը։ Ոնց եմ անել։ Ոնց անեմ, ասա անեմ ես վրեժ։ Ում տամ justify content։ Ինչ տամ, menu i-ին ինչ տամ, justify content որ տամ։ Ինչ կանի justify content-ը իրան։ Հիմա կարամ ես իմ մենյուն իրար տակ է, չէ, կազմակերպեմ։ Ուրեմն գրեմ flex direction-ը, այ սրա համար է պետք արի column որ տամ, չէ, ես դա հարց հետ կապ չունի, տեսեք, իրար տակ կկազմակերպեմ։ Ու իրանց կարամ ֆիքսված ինչ-որ բան տամ, հա, display flex direction-ը column, իրանց է կարամ, ստեղ menu i-ա, իրանց width-ը տամ, չգիտեմ, հա, width-ը pixel, տենց էի չէ տվել ոնց որ չափերը, ոչ մի չափ է չեմ տվել,
Հիմա ինչ կլինի, կսահմանափակեմ իրանց վիթերը, քանի որ իրանք ամբողջական տողի մակարդակով էին երկարվել, այդ ամեն ինչը կսահմանափակեմ ու կստանամ սենց ձախակողմյան պրակտիկ մենյու հա sidebar-ի պես։ Իսկ ինչ անել, որ իմ linking-ը առանձնանա ու գնա աջ մաս, Կովկասի, սա անջատում եմ, որպեսզի իրանք իրար կողք հայտնվեն, իրանց վիթն էլ այս պարագայում պետք չի, ես ուղղակի իմացության համար flex direction-ը քոլում։ Սա տնայինի հետ կապված բան եմ ասում, բայց չեմ ասի վերջնական ոնց ենք անելու, որ linking-ը գնա աջ մաս։ Այս ամեն ինչը կկազմակերպենք ու քանի որ տնային առաջադրանքը այդքան էլ շատ բարդ չի, կմտածեմ ընթացքում, եթե շուտ ուղարկեք, ուրիշ բան կմտածեմ, որ անեք, հա, տնային առաջադրանք որպես։ Մեկ էլ երեխեք ջան, ես մեկը որ արեցինք, այս մյուսը դուք ինքներդ ցանկալի կլինի, որ կոդերին չնայելով, այս երկրորդը արդեն ինքներդ կազմակերպեք, հա, մի հատ ձեր ձեռով գրեք, որ ավելի տպավորված լինի։ Այս մեկը կանեք, այս երկրորդը անպայման որպես տնային առաջադրանք, մնացած տնայինները կուղարկեմ, իսկ այդ մասով անպայման մտածեք, հա, ոնց եք անելու, որ ասենք մենյուի այս մի կտորը, այս մի հատիկը առանձնանա ու գնա ամենավերևի այս նավբարի աջ անկյունում, առանձնանա մնացածից։ Ում տանք, այ որ ասես ում տանք, կասեմ հարց չկա։ Լավ չեմ ասում, որ մտածեք։ Եթե պետք է, կարող եք բաներ անեք, հա, ֆլեքսի 10-ը մի հատ նայեք նորից։ Որ կլաս տանք, դա ինչ կտամ սերիկ ջան։ Կլասով ինչ անենք։ Մենք CSS-ում իրան, բայց մենք կարանք իրան հենց տանք տենց։ Իրան որ տանք ինչ։ Ծնող էլեմենտին ենք տալի justify content-ը։ Որ մենք հենց էլեմենտին չենք տալիս։ Եթե մենք դնենք ու էլեմենտին տանք display flex ու իր justify content-ը չգիտեմ ինչ ուզում եք թող վերցնի, հա, որ մտածում եք դա մեր հարցին լուծում կտա, դա տենց չի։ Այս պարագայում, եթե դուք էլեմենտին տալիս եք display flex, այդ flex-ը վերաբերվում է իր child երեխեք, այդ բաներին, child էլեմենտներին։ Բարձա։ Ինչ։ Չէ։ Լավ, կոդերի մեջ ընդամենը ավելացում է, պետք կմտածեք ինչն եք ավելացնելու, որ կարողանաք այդ ամեն ինչը կազմակերպեք։ Ուրեմն տնային առաջադրանքները կուղարկեմ այսօրվա համար, այսքանը մնացած երեխեքն եք կմիանան, երեխեք ջան, դասը կնայեն, հաջորդ դասին կհասկանանք, եթե արեցիք այդ ամեն ինչը, նոր թեման կանենք, եթե չէ, կարծում եմ դրա անելը մի քանի րոպեի պատմություն է, կանենք, կանցնենք առաջ։ Մեդիայի մասով խոսանք, հաջորդ դասին fixed position-ի ու HTML կարկասի հետ կապված, ոնց է լինում այդ ընդհանրապես այդ կարկասը ու ամեն ինչ։ Всё, այսօրվա համար այսքանը, տնային առաջադրանքները հիմա կուղարկեմ ու վիդեո դասներ։